Յուրի Բելիչենկո, ուկրաինացի, ռազմական վարձկան օդաչու 26 տարեկան է, ամուսնացած, 2 երեխաների հայր։ Ղարաբաղյան երկնքում նրան խփել են հայկական ինքնապաշտպանական ուժերը, սպասում է Ղարաբաղյան դատարանի դատավճռին։ Փաստորեն օդային ռումբերը ուղղված էին խաղաղ բնակչության դեմ, որն այս 5 տարիների ընթացքում պատերազմի հետ ոչ մի առնչություն չունի։ Իսկ որպես կանոն զոհվում են կանայք, երեխաները, ծերերը։ Դա է ամենասարսափելին։ Ստեփանակերտ, սեպտեմբերի վերջ։ Այս անգամ ճշգրիտ նշանակետով հեռահար հրետակոծությամբ ընդհատվեց մանկապարտեզի երեխաների խաղը։ Մանկան 8 դիակ, տասնյակ վիրավորներ։ Եվ եթե վաղը այս կամ այն կողմը ավելի սարսափելի զենք կիրառի, ով պետք է դրա համար պատասխան տա։ Աշխարհակալ քաղաքագետները դիվանագիտական իմաստնությամբ առաջնորդվելով ցինիկորեն լռում են։ Համաշխարհային հասարակայնությունն ամոթխածորեն ձեռք մեկնելով տարբերակներ է որոնում Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար։ Իսկ ղարաբաղցիները առայժմ պարտավոր են գոյատևել։ Ժեղեր կլի, հոնարել եմ ես գլուխն իմ հեզ, և պատասխանել ես լեքեզ այսպես, դու ինչ ես ասում, ամենայն հայոց պապիկ սիրելի, եղամը փախչի թողի Արցախը, վիշտ ու կարիքի ջեղեղի մեջ ու ինքը ծլկի, ոչ այդ չի լինի երբեք, եղամը ինքը պիտի կառուցի, մի վախի պապիկ, որ ջեղեղից և որ թշնամու հարայրոցից, Արցախ սպինդեր լեռների պես, ջեղեղն անգամ նրա ծնկի չպես։
ничего! Не снимай! Не надо ничего! Երեխաները սոված են, հիվանդանում են, նրանց կերակրելու համար ոչինչ չի ճարվում, ոչ ալյուր, ոչ շաքար, ինչու պետք է մենք այսպես ապրենք, որն է մեր մեղքը նման ճակատագրի արժանանալու համար, խնդրում ենք, օգնեցեք մեզ։ Ես հաշմանդամ եմ, արդեն 2 ամիս է պառկած եմ այս խոնավ նկուղում, օգնեցեք։ Այն ամեն ինչ կատարվում է սարսափելի է, երեխաներ են մահանում, ինչու ոչ ոք չի մտածում մեր մասին, ինչու չեն ուզում իմանալ Ղարաբաղի ողբերգության մասին։ Իրենք Մոսկվայում նստած գեներալներն են այս ճաշը եփել, այսքան հրետանի, գրադ, ադրբեջանցիներին որտեղից։ Պատերազմը Ղարաբաղում սկսվել է 4 տարի առաջ։ Սա պատերազմ է ինքնորոշման համար։ Ըստ էության Ղարաբաղյան հարցը ծագել է ռուսական կայսրության փլուզման եւ Անդրկովկասում նախկին խորհրդային հանրապետությունների կազմավորման հետևանքով։ Հինավուրց Արցախը կամ ներկայիս Ղարաբաղը Գյուլիստանի պայմանագրի համաձայն 1813 թվականին անցնում է Ռուսաստանի տիրապետության տակ։ Այդ պայմանագիրը մինչև այսօր ոչ մեկի կողմից դեռ չեղյալ հայտարարված չէ։ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում որպես ինքնավար մարզ դարձնելը ստալինյան քաղաքականության հետևանք է։ Տեղի բնակիչները հայեր են, այժմ խորհրդային կայսրության փլուզումից հետո բոլշևիկյան քաղաքականության սխալները շատ թանկ են նստում։ Ղարաբաղը պայքարում է իր անկախության համար։ Սա Ադրբեջանի պետական քաղաքականության համար անընդունելի է։ Հակադրությունը զուտ ռազմական միջոցներով է արտահայտվում։ Պատկերը խտանում է սարսափազդու նոր փաստերով։ Ղարաբաղի ժողովուրդը պայքարում է շրջափակման պայմաններում, մի հանգամանք, որ հակասում է պատերազմի օրենքներին։ Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի 95%-ը քանդված է։ Անցյալ տարվա դեկտեմբեր ամսից քաղաքը պարբերաբար հրետակոծվում է թնդանոթներից եւ հրթիռներից։ Գործի է դրված գրադը, որն ինչպես հայտնի է, որպես զանգվածային ոչնչացման զենք արգելված է։ Մարդիկ քաղցած են, հոգեպես հիվանդ, չկա էլեկտրականություն, ջուր, մթերք, վառելանյութ եւ դեղամիջոցներ։ Օրվա հացի բաժինը գրամներով է չափվում։ Չկան սանիտարահիգիենիկ ամենատաժական պայմանները։ Համաճարակի իրական վտանգ է սպասվում։ Հրետակոծությունը դադարում է սոսկ արտասահմանյան դիտորդների պաշտոնական այցելությունների ժամանակ։ Դրանք Ստեփանակերտի երեխաների համար ամենաերջանիկ օրերն են, կարելի է փողոց դուրս գալ։ Ամբողջ քաղաքն ապրում է նկուղներում, երեխաների, կանանց, ծերերի համար առկա է միայն նկուղների խավարը։ Ղարաբաղի բոլոր շրջանները ենթարկվում են հրետակոծության։ Ես այս պատկերները տեսել եմ Ասկերանում, Մարտունիում, Մարտակերտում, սա Շահումյանի շրջանի Ղարաչինար գյուղն է։ Այստեղով է անցնում ռազմաճակատի գիծը։ Անցած տարվա սեպտեմբերից կրակը չի դադարեցվում։ 7 տուն եմ ունեցել, տեսեք թե հիմա որտեղ եմ ապրում, գետնի տակ, բասակյանք է, ավելի լավ է մեռնել, քան այսպիսի կյանքով ապրել, խաղաղություն ենք ուզում,